Սարերի ձորերի մեջ զառիթափ լանջերին գտնվող փոքրիկ քաղաքը կոչվում է Ալավերդի։ Այս բնակավայրը հայտնի էր նաև Ալավերդ կամ Կարմիր քար անունով։ Պղնձի հանքերի առկայությունը բախտորոշ է եղել բնակավայրի զարգացման և կայացման համար։ Սակայն Ալավերդի քաղաքի իրական հարստությունն այստեղ ապրող և ստեղծագործող մարդիկ են։ Մեր քաղաքը շատ հզոր է, մեր բնությունը շատ հզոր է։ Եթե ես իմ քաղաքը չսիրեի, իմ բնությունը չսիրեի, ես գնացի փորձեցի, որ ընդունվեմ Ռիգայի ակադեմիան, այնտեղից դուրս արեցին, հետ եկա, գնացի Լենինգրադ, չստացվեց, հետ եկա։ Եվ գիտեք, երևի հենց դա էր լավը, որ ինձ Ռիգայից դուրս արեցին, Լենինգրադ չստացվեց։ Իմ քաղաքում ես սկսեցի ստեղծագործել եւ ես ոչ մի անգամ հետ չեմ նայում, միշտ առաջ եմ նայում, որովհետև իմ քաղաքը շատ սիրուն է, եւ լիցքավորվում եմ հենց ինքս իմ քաղաքից, իմ բնությունից, եւ ոչ մի անգամ, երբ որ ես աշխատում եմ, իմ աշխատանքների ես գնահատականած ինքս եմ ոգևորվում իմ աշխատանքներից, ինձանից եւ աշխատում եմ առաջ քայլել եւ ինձ բնությունը, այս մեր բնությունը ինձ շատ բան է տալիս։ Ալավերդու դրամատիկական թատրոնի բեմում իրարանցում է։ Դերասանները պատրաստվում են առաջնախաղին։ Ամենախիստ քննադատը Հրաչյա Պապինյանն է, որի կյանքի անբաժան մասն է թատրոնը։ Ես մաթեմատիկայի թեկնով դպրոց եմ ավարտել, երբ որ ինձ հետո ուզում էի տեղափոխվել մեր դասին, հարցին ինչ ես դառնում, ասաց դերասան, ամբողջ դասարանը սկսեց ծիծաղել, մեր մաթեմատիկայի դասատուն շատ այդպես առաջադեմ մարդ էր, ասեց տղա ջան, դու մնա մաթեմատիկայի թեկնով դասարանում, ավարտի, եթե դերասան էլ դառնաս, դա քեզ կօգնի։ Ես չգիտեմ դա ինձ ինչով օգնեց, ինչով չօգնեց, բայց ամբողջ կյանքում ուզեցել եմ դերասան լինել, փորձեցի նույնիսկ աշխատել Աբելյանի թատրոնում, Վալոդիա Գրիգորյանը զանգեց, կանչեց, ասեց, հա, լավ կլինի, արի գնանք թատրոն, կգնաս, կգաս, կաշխատես, սկզբում այծի դեր կտան, հետո հավի դեր կտան, հետո էշի դեր կտան, արի լավ կլինի, բայց ինչի տա պետք, քո կորսն ավելի լավ է, ինչի տա պետք, հա, բայց եթե ուզում ես, արի լավ կլինի։ Ես չգնացի, բայց հետագայում Վահե Շավարդյանը ինքը շատ հետաքրքիր մի բան հայտարարեց մեր թատերական լոռի փառատոնում, ասեց մի քանի մեր դերասաններից անուններ տվեց, ասեց, այս մարդիկ ուզում էին գնան թատրոն, իրանք թատրոն չգնացին, բայց թատրոնը բերեցին Ալավերդին։ Ալավերդի քաղաքի լազուր ժողգործիքների համույթի պատմությունը սկսվում է 1920-ական թվականներից։ Սիրողական խմբակը տարիների ընթացքում ընդլայնվել է, դարձել քաղաքի ճանաչելի այցեքարտը և աշխարհի տարբեր բեմահարթակներում ներկայացնում է Ալավերդին։ Սարգիս Ալեքսանյանը համույթի ամենաերիտասարդ ղեկավարն է։ Ինձ համար բարդ էր նրանով, որ եղել եմ ամենաերիտասարդը, ընդամենը 20 տարեկան և անսամբլում 3 սերունդ էինք։
Այժմ էլ 3 սերունդ ենք, այն ժամանակ էլ ենք 3 սերունդ եղել, ամենամեծ տարիքով 65, ամենափոքրը եղել եմ ես 20 տարեկան։ Եվ մեծ ռիսկ էր գնալ այդ քայլին, ինքս իմ մեջ տարակուսանքի մեջ էի, արժեր, թե չէ։ Եվ փորձը ցույց տվեց, որ իսկապես արժեր։ Լսել եմ, որ կա նման համույթ, եղել եմ մի քանի համերգներին, բայց ինքս ուղղակի ցանկացել եմ նվագեմ այդ խմբում։ Երբեք չեմ պատկերացրել, որ հնարավորություն կունենամ հենց ղեկավար լինեմ։ Յուրաքանչյուր թիմի արտիստ, մեր անսամբլի արտիստ իր տեղն ու դերն ունի, հստակ։ Կան երգեր, որ մեզ այդտեղ պետք է գալի մեր վաստակաշատ երաժիշտներից, ով 50 տարի բեմում է, այսինքն այս երգի նախանվագը ոնց կլինի ավելի գրագետ։ Ալավերդի համայնքում կան անհատներ, որոնք վավերագրում են քաղաքի ամենօրյա անցուդարձը։ Լուսանկարիչ Լևոն Մանուկյանին քաղաքում բոլորը ճանաչում են։ Նրա հայրը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հայրենիք բերեց լուսանկարչական սարք եւ դարձավ քաղաքի վավերագիրը։ Հետագայում Լևոն Մանուկյանը հայրիկից ժառանգեց մասնագիտությունը եւ շարունակեց ստեղծագործական որոնումները։ Մի քիչ մեծանալով բան արդեն սկսեցի հետաքրքրվել լուսանկարչությամբ։ Ինքը Ախտալայի հանգստյան տանն էր աշխատում, այդ Արամյանցի դավիակը որ կա, դա համասովետական հանգստյան տուն էր։ Տարբեր տեղերից, այն Մագադանից, բանից գալիս էին հանգստանում։ Ու ինձ հետ տանում էր այնտեղ ամառային արձակուրդներին, հետը ման էր ասում, ցույց էր տալի, որտեղ ինչ ժամի կարելի է նկարել։ Ու ես տենց արդեն լսելով, տեսնելով, տենց աշճանաբար, ու ես էլ էի սկսում արդեն նկարել, տպել ինքնուրույն 71 թվականին, 1971 թվականին տպեցի առաջին գունավոր նկարը։ Իմիջիալոց ասեմ, այն ժամանակ մեր խանութում հունգարական թուղթ էին վաճառում, այդ թղթի վրա գերազանց արդյունք ստացա։ Բայց ասեմ, լաբորատորիայում մի նկարը տպելու վրա գնում էր 40 րոպե։ Շատ բարդ գործ է իմիջիալոց։ Դե ասենք այն ժամանակ հերս ինձ ասում էր նկարի, այ շենքը պետք է քանդեն, այն շենքը պետք է քանդեն, նկարի։ Նկարում էի։ Ինքն էլ մինչև էլի շատ նկարներ ուներ արած, ու ես ասենք այդ միտք անցավ ինձ մոտ, որ այսօր Ալավերդին նկարեմ ու համեմատեմ։ Նույն, ասենք, այն հին նկարների նույն ռակուրսով նկարեցի այսօրվա Ալավերդին ու ցուցահանդես բացեցի։ Հին եւ նոր Ալավերդին։ Հին Ալավերդու հետ կապված պատմություններից մեկը տեղի թատրոնի հիմնադրման մասին է։ Տեղացիները հպարտանում են, որ Ալավերդու թատրոնը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հասակակիցն է։ Կարմիր լոռի թերթ կա, դա լոռը բոլշևիկների մամուլ օրգանն է եղել, այն ժամանակ այդպիսի հասկացողություն ունած պաշտոնա թերթը, որտեղ հրապարակում կա, որ 1921 թվականի նոյեմբերին կարծեմ, Ալավերդու թատրոնը մեր Զվոլգյան սովյալների համար խաղաց ներկայացում եւ հասույթը 4200 ռուբլի փոխանցեց սովյալների հիմնադրամին։ Դա նշանակում է, որ այստեղ 21 թվականին թատրոն եղել, ընդ որում ասեմ, որ Լոռիում, կոնկրետ Ալավերդիում շահալվի ծեսկում խորհրդային կարգերը հաստատվել են ավելի ուշ, քան Հայաստանում։
Այնուհետև հաջորդ պատմությունը գալիս է արդեն 1934 թվականին հայ դերասաններից ամենառաջինը, որ ստացել է ժողովրդական արտիստի կոչում, Արմեն Արմենյանը հանձնարարություն է ստանում Ալավերդու բանվորների համար կազմակերպել պետական թատրոն։ Եվ այդպես էլ կոչվել է Ալավերդու կարմրադրոշ պետական բանվորական թատրոն։ Երևի թե այսօրվա մեր իրականության մեջ տարօրինակ է, ինչ-որ բանվորական կարմրադրոշ թատրոն։ Դրամատիկական թատրոնի տարածքում է գտնվում նաև Հայաստանի ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղը, որի տնօրենը քանդակագործ նկարիչ Ռաֆայել Ջավախյանն է։ Արվեստագետը եւ նկարում է, եւ քանդակներ ստեղծում հայրենի քաղաքի համար։ Նրա կյանքի հիշարժան պատմություններից մեկը կապված է 1988 թվականի երկրաշարժի եւ Մինաս Ավետիսյանի փրկված կտավների հետ։ Ինքս նկարիչ եւ լինելով պատկերասրահի Ալավերդու պատկերասրահի տնօրեն, առաջին անգամ ես եղա Ջաջուրում։ Երբ որ տեսա Ջաջուրում, կարելի ասել հարթություն էր, ոչ մի բան չկար, մի հարթ վիճակ, փլատակներ, պատահական մի հատ ծեր մարդ տեսա։ Պապի հետևից գոռալով շրջվեց անտրամադիրը, ու ցենց անտրամադիր ասեց. «Ի՞նչ ա պատահել, ի՞նչ ա»։ Ասի Մինասի տուն թանգարանա, որտեղ է։ Ցույց տվեց, որտեղ մի հատ մեծ ավերված փլատակ վիճակ, այնտեղ ոչ մի բան չկար, բացի նկարները ուր է, արդեն պապա Հագին Քայլին ցանից հեռացել էր եւ կարելի ասել էլի անտարբեր շրջվեց եւ ցույց տվեց ներքևի մասը, որտեղ գոմ էր։ Ասավ այդ նկարները գոմում է։ Իջա ներքև ու դուռը բացեցի, ոչ թե բացեցի, բաց էր այդ գոմի դուռը բաց էր։ Գնացի գոմ մտա, գոմը ճիշտ է, երևում էր, որ անասուններին հանել են, այնտեղ լրիվ այդ կեղտոտ վիճակներ, մի կերպ հազիվ հասա նկարներին, նկարները պատի տակ դրված էր։ Նայեցի, տեսա իրոք Մինասը, Մինասի նկարներն են։ Ես էլի հուզվում եմ, որովհետև գնում ես ժամանակաշրջանը, տեսնում ես ինչ է կատարվել եւ փլատակների տակից ոչ թե ես հասա որ մարդ փրկեմ, այլ երևի ինձ տրված է որ նկարներ փրկեմ։ Գնացի բարից իմ Երկրաշարժին հաջորդած մութ ու ցուրտ տարիների ընթացքում Ալավերդի քաղաքում փրկվեցին եւ չփակվեցին մշակութային շատ կենտրոններ։ Օրինակ, լազուր ժողովրդիկների համույթը, անցնելով փորձությունների միջով, այսօր էլ կատարում է ալավերդցիների սիրելի երգերն ու մեղեդիները։ Սիրված երգ այդպես այս տարիների ընթացքում ունեինք Արտեմի Այվազյանից ուրեմն Իմ սեր առաջին երգը, որի գործիքավորումը ես փոքր-ինչ փոխել էի, իհարկե պահելով գրագիտությունը, եւ այնքանով էր սիրվել, որ քաղաքի երիտասարդությունը ձայնագրել էին եւ բոլոր մեքենաներից հնչում էր լազուր համույթի այդ կատարումը եւ շատ ժամանակ եւ որ համերգ ենք դնում, մենք ունենում ենք սոցկայքում մեկնաբանության կա ծառապատ երգը։ Երգը նաեւ այսպես վերագրեցինք այս ծառապատ այգուց։ Մեր երգչուհին է կատարում եւ այդ երգը շատ սիրվեց։ 2023 թվականին կարելի ասել բենդ էր դարձել, այդ ավելի սենց աստղային երգ դարձավ մեզ համար ու շատ ժամանակ մեկնաբանություններում գրում են, եթե այդ երգը կա, մենք կգանք համերգին։ Եվ պարտադիր անցուդարձի ժամանակ այդ երգը լսում էինք։ Տեսնում ենք, որ մեր կատարումն է։ Երգը փոխել է ես փոքրինչ, գործիքավորումը փոխել է, յուրաքանչյուր գործիք փոքր հատված ուներ այդ երգի մեջ եւ ավելի մարշային է սարքել, երիտասարդներին ավելի հաճելի։ Նաև որպես այսպես բրենդային երգ է հենց Ալավերդի երգը, որը կատարել ենք մենք, ի սկզբանե եղել է լազուր համույթինը, հեղինակը Լազար Խեչիկյանն է, անսամբլի գեղարվեստական ղեկավարը, ով նշեցի 50 տարի ղեկավարել է անսամբլը, Ալավերդու տոնը չի կարա անցնի առանց այդ երգի։
Ալավերդի քաղաքի լուսանկարիչ Լևոն Մանուկյանը մասնագիտական ճամփորդությունը սկսել է Զենիթ S մագնիշի լուսանկարչական սարքով։ Անցել են տարիներ, նա օգտագործել է տասնյակից ավելի տարբեր սարքեր, սակայն կյանքը կադրում հավերժացնելու մեխանիզմը մնացել է անփոփոխ։ Ներկայումս նկարիչների թիվը շատացել է, ճակերտների մեջ եմ ասում։ Իրանք իրանց նկարում են ու շատ գոհ մնում, որ նկարվել են, նկարը ունեն, բայց մի sense հետաքրքիր բան պատմեմ։ Մի ընկեր ունեի, ուրեմն թորնիկին որ բերեց նկարում էի, ծռմռվելով, պպզելով, հետո որ նկարները հանեցի տվեցի իրան, ասա, «Ար, ասում, ես էլ եմ նկարում, բայց քո նկարը ուրիշ է էլի»։ Ասում որ դու նկարում ես, մտքումս ասում եմ, հա դե չխկացնում է էլի։ Ասի յուրա գիտես այդ մեջ խկոցի մեջ ինչ ա մտնում։ Ֆոն եմ ընտրում, լուսավորությունն եմ ընտրում, անկյունն եմ ընտրում, վերջում էլ պահն եմ ընտրում, նոր չխկացնում։ Հենց որ դա էլ իր դժվարություններն ունի, իր ձևն ունի, իսկ հիմիկվա նկարողները իրանք իրաց նկարում են ու գոհ են մնում։ Ներկա նկարիչները չեն գնում պրոֆեսիոնալի մոտ նկարվելու։ Այն ժամանակ ասենք գնում էին ատելյե, նկարվում էին հիշատակի համար, պատմության համար։ Մի այդ բանը չկա, իրանք իրանց համար պատմություն են ստեղծում։ Սարերի մեջ թաքնված փոքրիկ Ալավերդի քաղաքում է տեղի ունենում թատերական լոռի միջազգային փառատոնը, որը սկիզբ է առել 1976 թվականին։ Հրաչյա Պապինյանի խոսքով փառատոնը ամենահինն է ոչ միայն Հայաստանում, այլև ԱՊՀ երկրների տարածքում։ Հարկավոր է դաստիարակ, ոչ թե տնային տնտեսուհի։ Տանևույնն է, եւ ում պետք է դաստիարակեմ այս անպիտանի։ Ոչ, նա իմ ամուսինն է։ Փոքրիկին։ Ինչ պետք է դաստիարակեք։ Հատկապես 90-ական թվականներից հետո, երբ որ կանոնավոր հիմքերի վրա էր թատերական գործությունը, այլևս անհնար է պատկերացնել այս բնակավայրի փոքր քաղաքի, որտեղ 10,000 մարդ է ապրում, առանց թատերական կյանքի, որտեղ փողոցում տեսնելս է բա երբ պրեմիերա ունեք, երբ սա ունեք, երբ ինչ-որ նոր ներկայացում գրել, որտեղ փոքր քաղաքում թատրոն պահելը մի բարդ խնդիրներ ունի։ Տեսեք, օրինակ մայրաքաղաքում մի ներկայացումը կարող են տարիներ շարունակ խաղալ։ Մենք առավելագույնը 10 անգամից ավել չենք կարող խաղալ, ասիկա մենք անընդհատ նոր ներկայացումներ պիտի անենք, որտեղ մեր հանդիսատեսը ենթադրենք 3000 մարդ է անընդհատ գալի մեր ներկայացում։ Այդ 3000 մարդը չի կարա 50 անգամ գանայի նույն ներկայացումը։ Դրա համար մենք արագ ենք ներկայացումները փոխում, արագ ենք անում, ընդ որում խաղացանքն էլ շատ բազմազան ենք անում, որպեսզի բավարարի եւ երեխաներին, եւ մեծահասակներին, եւ լուրջ դրամատիկական գործեր ուզողին, եւ կատակերգություն ծիծաղելու եկողին, այսինքն մենք նաեւ այդ խնդիրները, այդ պահանջմունքները պիտի կարողանանք բավարարել։ Այո, ձեզ հաջողություն, մենք հիմա գնում ենք աշխատանքի, արագացրու, գնացինք։ Գագո, այդտեղ որ բան ես անում, ասա անցանք գործի, որ վերցնում ես, անցանք գործի, երաժշտությունը կսկսի դրանով։ Անցանք գործի։ Այս քաղաքում գտել եմ իմ ամեն ինչը։ Ես այս քաղաքից բացի ոչ միտեղ չեմ պատկերացնում եւ մեկ որ երիտասարդներն են գնում, ես հարց եմ տալի, բա լավ, եթե բոլորս գնանք, բայց ձորերն ում ենք թողնում։ Իսկ լազուր համույթի արտիստների այդ հոգուճիչը հենց այս ձորերն է։ Մաքրությունը, իրենց պարզությունը, իրենց կոլեկտիվ հասկացողությունը, մեկը մյուսի թևութիկունքը եւ նույնը հանդիսատեսը տեսնում է եւ որ արտիստները բեմ են բարձրանում։ Այդ միասնականությունը մենք նաեւ բեմից ենք հաղորդում իրանց։ Ալավերցիները շատ սիրում են լազուր համույթին։ Մենք երբեք կիսադատարկ դահլիճներում ելույթ չենք ունենում։ Շատ գյուղեր ենք գնում։ Հիմա էլ շրջագայում ենք, անցած տարի 26 գյուղ ենք գնացել համերգային շրջագայությամբ։ Գյուղերում մեզ համար մի ուրիշ հետաքրքրություն է։ Մարդիկ երգում են մեզ հետ, պարում են, անմիջական, գրեթե բոլոր երգերը գիտեն։ Եվ անսամբլի ամենակարևորությունը, ինչքան էլ ժամանակի հետ մենք քայլում ենք, մենք պահում ենք աշխուղականն ու գուսանականը։ Երբեք չենք շեղվում, եւ քանի ես եմ ղեկավարում այդ անսամբլը, մենք չենք շեղվի, կպահենք միայն ժողովրդականը։
Դեբետի ափերին լեռնահովտում ծվարած Ալավերդի քաղաքը բնականոն կերպով շարունակում է զարգանալ։ Այսօր Կարմիր քարի պղնձի քաղաքը բարեկարգվում է և ստեղծվում է նոր պատմություն։